Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ուղիղ եթերում ծեծել է ակտիվիստին, ըստ ձեզ ինչու նա դեռևս հրաժարական չի տվել։ Մշակույթից է, ներքին պատկերացումներից է բարոյականության մասին։ Ես գտնում եմ, որ պետք է հրաժարական տա, մի հատ ներողություն պետք է խնդրի։ Իր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծում է, որ տեղի ունեցել սադրանք Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կողմից։ Ընդհանրապես Վազգեն Սարգսյանի եղբայրը ինքը իր էությունով բավականին տգետ մարդ է։ Ինքը միշտ եղել է տգետ։ Սադրանքը ո՞րն է, այդ մարդը ասում է ինձ անպատվել ես, ես եկել եմ, որ դու ինձ պարզաբանես, ինչի ես ինձ անպատվել։ Դա նորմալ Կիևյան փողոցի ցանկացած անգամ իմ տարիքի տղամարդու իրավունքն է։ Իսկ ինչա նշանը, ինձ Վազգեն Սարգսյանի եղբայրը դեռ ինքը շատ բան ունի հասկանալու, որ քաղաքականությունով զբաղվի։ Սադրել են հատուկ ուժերի կողմից, այդքան բան։ Դա մեր հայերին վայել չի մեռնեմ ջանիդ, ամոթը, հային, բաթուրքը իշկան է մեր։ Դրսից նայում են, չէ, այդ նույն լրատվականները հաղորդում են, չէ, դեսուդեն։ Ամոթա, ուղղակի ամոթա։ Բռնությունը ընդհանրապես ճիշտ չի։ Օթաղի հետ կուլտուրական մոտեցում, նրա մոտեցման ձևը դուք նայեք հեռուստատեսությամբ։ Կարելի է շատ կուլտուրական գեղեցիկ ձևով մոտեցում ցուցաբերել։ Խաղապետը այդտեղ մեղավոր չէ, մեղավորը ով հաշտակվել է վերին։ Ավելի վատ բաներ են եղել, բայց հրաժարականներ չենք տեսել։ Որովհետև Նիկոլի կառավարությունն է դրա համար։ Մեր բոլոր ընկերները, երբ որ պոստի նշանակվում են, նրանք երբեք հրաժարական չեն ներկայացնի, հազիվ են մտել պոստի մեջ։ Եթե մաշտում ծեցի ենթարկել, եթե անօրինական բան է։ Անհրաժեշտ է, որ անպայման հրաժարական տա ու պետքա դատվի, չի տալիս, որովհետև ինքնասիրություն չունեն իրանք։ Այդքան չեն հասկանում, ինչ են անում, ինչ չեն անում։ Իրանց համար սա սովորական վարվելակերպ է։